Hey you guys, բարեկալուս դիմալիք նորից ինչպես եք, ես դուրս եկել մի փոքր ամանորյա գնումների կարելի է ասել, հիմա տեսեք կիսվել, ինչեր եմ գնել, չեմ կիսվելու սննդային գնումներով, չեմ սիրում, բայց այսպիսի գնումներ կարդում բոլորի դուր է գալիս, բոլորը չեմ հանի, բայց ցույց կտամ, իրանք այնքան նուրբ են, որ չկոտրվեն, հա, այսպիսի բաժակներ են, Լարա ջան գնա գալիս եմ այսպիսի նաև շամպայնի համար մենք նորից էլի հիվանդ ենք, ավելի ճիշտ ես եկող անգամ սա շամպայնի և արաղի վաճառողն ասի ես չեմ ուզում արաղի բաժակներ, բայց այս սեղանին պետք է դնենք, հա Սա արաղի բաժակն է, օղի ավելի ճիշտ, սա այսպես, հիմա ցույց տամ ամանները, էկրանես մաքուր չեն, միած մաքրեցի, տեղացել համար չեր ընտեղ, ես գիտեմ, որ ես ինչ-որ հիմա պետք է կոտրեմ այստեղ, Ես չգիտեմ ինչ եմ այսպեսի բաներ առնում, այնպես չի, որ իմ տունը շատ հյուրեր են գալու, բայց դե կայմ որ նոր տուն եմ տեղափոխվել և բնականաբար կգան ծնողներս, բարեկամներս, այդպես ես թվում է պետք է լինի, ինչ եղավ Լարա ջան, լայի տեսնեմ։ Սրանք ամաններն են, չգիտեմ լուսավորությունը փոխանցում է թե չէ, իրանք շատ սիրուն են և իրանց փոքրիկները 6 հատ եմ գնել։ Լեգիլա դու պարկի Եստեղ տուպեր ատեսել էլի Հեսա տնենք ես կոմը չկոտրվի Սայել Հոգեբաններն ասում են երեխաներին իհարկե եթե հոգեբան կանի համարել երեխաներին չի կարելի ասել չի կարելի Ինչևից է ասպեն չի կարելի ասել չի կարելի, պետք է ասել պատճառը, իրականում համամիտ եմ, որ նաև երեխան իմանա, հա, պատճառը չի կարելի, բայց դե սա էլ փոքրիկներն են, շատ սիրուն իրանք լինեն սեղանի վրա, սիրուն, հա? Thank you. Սրանք էլ ամանները, մնասանակ պատրակաղներ և այլն, դրանք էլ պետք է գնեմ մոմակալների հետ միասին ու էլի մի քանի տենց բաներ և երևի թե վերջ, ու կարևոր տենց, հա, մեծ գնումներից երևի թե վերջ Այս 10 օրա ինչ կլիմ ես մոտ շատ խառնա ամեն բան, հետո վլոգի վերջում կբացատրեմ, բայց քանի որ այսօր ամսի 31-ն է, որոշեցի տոնական սկսել, հետո կբացատրեմ ինչքան խառն ենք մենք եղել, այս քանի օրը ես քերիս տան եմ գտնվում, ցույց տամ ինչքան համեղ բաներ է պատրաստել սիրուն կերակինս, սուրճ եմ պատրաստում ինձ համար, հետո կպատմեմ արդեն ուր է և ինչեր կատարվում Մենք կարելի ասել արդեն պատրաստ ենք Լարան էլ պետք է փոխեմ Լարան ձմեր պապիկից նվեր ունի ավելի ճիշտ հարսիկիցս նվեր ունի Ինքը որ շատ ասիրում ավտո որոշել են անակնկալ արեն Լարային ու ավտո մեքենա գնեն Արի մա տեսնեն քեզ արի Մնացել են հաշված ժամեր Լարան ես պարկացրել եմ ու մի հատ իմ տեսքը Ես մի քանի արդեն ինչ հիվանդանոցում եմ քնում, կասեմ պատճառը ինչու դա վերջում չեմ ուզում խոսել, որ ճիշտ ասեմ դրա մասին, արդեն գետան բան պատրաստ է, ես էլ լոգան կընդունեմ, այս տարի ամաններ անցկացրեցի քերիս տանը, քերիս ընտանիքի հետ, Լարան այնտեղ պարկած է, ես էլ գնամ լոգան կընդունեմ, որ արդեն պատրաստվենք, ընդամենը կարծեմ 2 ժամ է մնացել, որ ամանորը դիմավորենք
հաջորդ օրն, այսինքն ամսի 1-ը, ես շատ բաներ չկարողացա նկարել։ Իրականում շատ գել արված վիճակ է հիմա բոլորիս մոտ։ Դա համար այսպես որ ամանորյա տեսանյութերի շատ այդպես կարելի ասել հավես չունեմ։ Հիմա ելի պետք է գնամ ես հիվանդանոց։ Իրականում տատիկս առողջական խնդիրներ ունի, պետք է տատիկիս մոտ գնամ, այս քանի օր այնտեղ ենք։ Բայց եթե կմանրամասեմ դա շրթունքներս գինից ա եղել իրականում, հա պեչենի տամ։ Այդպես արվեցրու պեչենը, հիմա բարևի բոլորին էլ Արա Այդպես ապլացել ենք, ես ես քանի օր է արդեն քերեստանն եմ, հիվանդանոցում եմ, այդպես, բայց դրանք հեչ ուզում եմ շնորհավորել բոլորիդ աման օրը եւ Սուրբ Ծնունդը ցանկանալով ամենակարևորը առողջություն, լիքը սեր, երջանկություն, բոլորիդ նպատակներն թող իրականանան։ Եվ միշտ միասին լինենք, այսպես լավ թվատ օրերին։ Ես արագ տատիկի համար ուտելիքներ վերցնեմ եւ գնամ հիվանդանոց։ Մի հատ խնդրում եմ հարսիկից թխած խմորեղենը նայեք, իմ հարսիկը իրականում շատ համեղ է պատրաստում։ Ուղղակի պետք է մի հատ էս Նապոլեոնի համըզ կաք, սենց տեսքը հələ մի կողմ, հա։ Վլոգի շարունակությունը արդեն Արմավիրից եկել եմ իմ շատ սիրելի բյութի սալոնը, մի քանի պրոցեդուրա պետք է կատարել։ Եվ հիմա մի փոքր կխոսեմ ձեզ հետ, թե ես ուր եի եւ ինչու չկան ամանորյա տեսանյութեր, որովհետեւ գիտեմ, որ դուք սպասում եք։ Մեր սուրճի սեղանը, այս բաունտիները ինձ համար նորություն են, ինձ համար չգիտեմ, կարող արագ նորույթ չեն, բայց բաունտի թխվածքա բլիթները, այս մոտ փորձենք աղջիկներով, այստեղ էլ թխված, տնական թխվածք, ինչ եմ ասում, սուրճ, հիմա բոլոր աղջիկները կմիանան։ Իրականում շատ խառը եւ անակնկալներով, իհարկե վատ անակնկալներով լի ամանոր ունեցանք կապված տատիկի հետ, ես ամանոր անցկացրել եմ կարելի ասել հիվանդանոցում, իհարկե քերեստան ինչպես տեսակ մի քանի կադրեր եմ արել, որովհետև շատ զբաղված ենք ու շատ հոգնած, 31 գիշերը քերեստանն եմ անցկացրել, հետո լի գնացել եմ հիվանդանոց 10 օր, եղել եմ Էրեբունիում, ու այնտեղ նաև հանդիպել եմ իմ հետևորդուհիներին, բուժքույրներն էին եւ իհարկե այնտեղի հիվանդներին, հա։ Շատ անհանգիստ եւ շատ վատ ենք եղել։ Խոսքս ընդհատեցի, իհարկե հիմա տատիկը Փառք Աստծո լավ է, բայց այդ 10 օրը կարելի ասել ես չգիտեմ, կամ մեր ընտանիքի անդամները ինչ-որ միջով անցանք, որովհետեւ տատիկը ունի սրտի խնդիր ու ամեն բան կարող էր պատահել։ Իսկ ռիսկը շատ մեծ էր։ Դրա համար կներեք ոչ մի ամանորյա տեսանյութ չեմ տեղադրել, չէի էլ կարող տեղադրել։ Մի փոքր իհարկե դուք արդեն տեսակ ինչ եմ տեղադրել, սրանից առաջ ասացի, որ տեղեկացնեմ ձեզ, հա, ես ինչու էի հիվանդանոցում, ինչու չկա, ինչ էր պատահել, տատիկ հետ կապված առողջական խնդիրներն էր պատճառը։ Ոչինչ, այս տարի էսպես եղավ, բայց կարևոր ընտանիքի հետ անցկացրեցինք, երբ տատիկը հիվանդանոցում ընթացքում էլի կմիանամ ձեզ։ Վերջապես ես տեսախցիկի առջև, որ ասում չեմ հավատում, ես ինչպես միշտ գրիպ է, չգիտեմ ինձ մոտի չէ, այսքան շատ խորացած, հա, ավեր բան, չի անցնում, իհարկե ես չեմ հետևել, ես հիվանդ եմ 2 շաբաթ, եթե դուք հիշում եք, չգիտեմ, այդ վլոգը տեղադրել եմ թե չէ հիվանդ վիճակում, շատ վատ էի զգում, ու տաքություն ունեի եւ առավոտը դեպքը պատահել էր տատիկիս հետ ու ես վազեցի Երևանի հիվանդանոց ու այդպես 10 օր չխնամեցի հիվանդանոց ցլավ անտիբիոտիկներ խմել, կաթիլային, չգիտեմ, սպրեյ եւ այլն, այդպես որ ես ամբողջ ես մասը ածկացնի, հա, չորացնի այդ բորբոքային վիճակը եւ այլն։ Չգիտեմ որտեղից սկսեմ, իրականում շատ խառն է հիմա ավերման ու շատ խառն էր, ինչպես արդեն տեսակ մի քանի բան խոսել եմ զգուչան սրահից, մի քանի բաներ մանրամասն խոսեմ, ինչը պարապոքին անցնել է, շատ են դասել ես իրականում, ուրեմն բոլորդ արդեն ճանաչում եք, ովքեր որից հետևում են YouTube-ում, ճանաչում են տատիկիս, տատիկս վիրահատվել էր, հա, լուրջ պատճառներից ելնելով կար մեծ ռիսկ, հա, կյանքին վտանգ էր սպառնում, իհարկե ռիսկը իր մոտ միշտ կա, որովհետև ինքը շատ լուրջ սրտի խնդիրներ ունի եւ իրեն պետք է խնամք եւ ես, հա,
որպես թորդուհի ասացի ավելավ է տատիկի խնամքով, հա, ես զբաղվեմ, լարան որտեղ էր մնում, գիտեմ էլ հարցնել շատ կտայք ուրել լարան ընթացքում, լարային խնամում էր քերակինս, հա, քերիս երեխաները, ես էլ տատիկին հիվանդանոցում, իհարկե երեք տեղել էի շատ ահռելի աշխատանք կատարում, թե լարան, թե ֆինանս եւ թե ուտելիքներ էր եփում, ես գալիս տանում էի, որ սենց մեկը մեկից սենց փորձում էիք օգնել, սպորտ լինել Միջով տեսեք այս վիճակից դուրս գայիք, դե այդտեղի քանի որ երիտասարդը ես էի վազվզող, իմ ընտանիքի անդամները գիտեմ որ ինչքան ակտիվ եմ, հա, դեղ մեր գնադեղատուն շատ ահավոր ես գրեթե չգիտեմ, ես այնքան եմ նիհարել, ես չեմ էլ նստել ընդհանրապես, անընդհատ վազվզում էի ես այդտեղ, ես էլ որ լիֆտից վերելակից ունեմ ֆոբիա, այդ 6-րդ հարկը, ես Կես ժամը մեկ, իջնում էի, բարձրանում, վերջի 2 օրը վերելակել սովորեցի, արդեն դուրս էի գրվում, այդպես շատ վատ օրեր էիր, լավը միայն դա էր, որ շատ աղջիկներ կար, հա, որ իս ճանաչեցին, կանայք, լավ այսպես ասեմ, բուժքույներից, նաև այդտեղի հիվանդներից, փաստորից հետևում էին, YouTube-ում շատ հաճելի է եւ Այդ մասը միացած արագացում կատարեմ, խոսքս գնում է Արբավիրի ԲԿ-ի մասին, բժշկական կենտրոնի։ Ես հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Լիանայից, Լիանա ջան, եթե դու դա ես տեսանյութի, իհարկե ես մի քիչ վատ բան եմ հիմա ասելու շատ քաղաքացիների իրավունքները հայտը խախտվեցին, բայց չեմ կարող չանդրադառնալ։ Ես եւ մտա ԲԿ, Լիանան միանգամից վառում դու ես ու Քան որ տատիկը նախ ծանր վիճակում էր, այնպես որ տատիկը կարողանում էր շատ լավ քայլել, 20-25 հոգի մարդ կար ամեն մի բժշկի մոտ, Լիանանից այդպես դիմավորեց ու այդպես բժիշկներին ներկայացրեց, որ տատիկը առանց հերթ, ընդհանրապես հա, րոպեների ընթացքում բոլոր ստուգումները անցկացրեցինք, Գիտեմ, հիմա շատերը կասեն Ռուբինա ջան, բայց իհարկե լեյ չէ, մարդ, հիվանդ, տատիկի պես համաձայն է, բայց դե, հա, եթե այդտեղ կա Լիանա, ես չէի կարող Լիանայի անունը չտալ, Լիանա ջան շատ հաճելի է, շատ անկեղծ, որ այդքան լավ վերաբերմունք, հա, ցույց տվեցիր Ես չգիտեմ ինչու եմ արժանացել այդ վերաբերմունքին, որ ամբողջ բկն Լիանան այսպես կարելի ասել իմ տրավմանության տակ էր թողել, չչափազանցեմ իրոք այդպես էր, որովհետև մի քանի բժշկի մոտ էինք մտնում, մի քանի ստուգումներ կար անելու։ Եսից անգամ շատ վատ զգացի այդ վերաբերմունքից, բայց դե ու իրոք տատիկի վիճակը ծանր է, պես որ կարող են նստել, սպասել բոլորի նման, չէ, գրեթե չէր կարողանում քայլել շատ վատ էր վիճակը, հա, բայց եթե Լիանան չլիներ, մենք պետք է լի սպասեինք այդտեղ բոլորի նման։ Թե Արբավիրի բկով եւ թե Էրեբունիում իշ ճանաչող մարդիկ, չգիտեմ, ես շրջանակ բառեր չեմ գտնում եւ հասկանում եմ, որ այսքան ու տարիների աշխատանքը ձեզ հետ այսքան անկեղծ եւ པարզ լինելը ինչքան լավ է, հա, ես ինչքան ինձ հետևող մարդիկ ունեմ լավ Պարզ, անկեղծ, օգնությանը պատրաստ ու դու հիմա ես տեսնում քո աշխատանքը ոչ թե գումարն է միայն, հա, քեզ այդպես անհրաժեշտ շատ խիստ, այլ քեզ ով է հետևում ապշած եմ ու ես կփաստեն այստեղ ինձ բոլոր տեսնողները ես հակառակ ռեակցիա եմ տալիս, ես շատ եմ ամաչում, երբ որ ինձ տեսնում են Երբ որ ես գովել, ես հակառակ ռեակցիա եմ ցույց տալիս, ամաչում եմ, սենց կոմպլեքսերի մեջ եմ մտնում, սա նոր է ինձ մոտ եղել, գիտեք, ես չեմ սիրում որ ինձ գովում են։ Հակառակ ռեակցիան է ինձ մոտ առաջ, ասում Լիանա ջան, երեքանից գովես, արդեն հակառակ ռեակցիան է մոտես։ Ես Լիանային ասել եմ, որ ես քո մասին խոսելու եմ, այդպես որ Լիանա ջան, տեսար, բայց չէ, անկեղծ, ես ապշած էի իմ վերաբերմունքից, որ Լիանան ոնց էր վազում, հա, բժիշկների մոտ, որ սենց Ռուբինան էսա վլոգեր, շատ լավ աղջիկ է եւ այլն խնդրում եմ բժիշկ սենց ու շատ հաճելի էր, ինչ խոսք, շատ։ Այդպես Ցավոք չկարողացա այն ամբարյուրյա վիդեոները, որը որ ես, հա, պլանավորում էի ձեզ ներկայացնել, բայց գիտեմ որ դուք կհասկանաք, որովհետև այս առողջության խնդիր էր ու մանավանդ իմ տատիկի, այդպես չի որ ես իմ ինչ-մեկ քերի տաննել, հա, նշել եք շատ մեծ ուրախությամբ, ուղղակի որ հյուրեր են գալիս գնում, հա, եւ ուղղակի որ տանին փոխվում է, այդպես նշել եք, թե չէ, բոլորը շատ արհավես, բոլորը շատ տխուր, շատ հոգնած, շատ գերլարված վիճակում էի գտնվում, այդպես։
ասացի դեր կաստեմ դες իրավիճակը ինչ ա կատարվել։ Տատիկի հիմա լավ է, էլի տատիկի խնամքով հիմա ես եմ զբաղվում, որ իմ տատիկը դից մեծացրել, սա գաղտնիք չէ, բոլորիդ համար գիտեք։ Դրա համար կարծում կյանքը միշտ մերում մարդու կակրասում է այնտեղ, որ մարդ պետք է իր լավ թե վատ արարքների համար փոխհատուցի։ Դա կյանքը բումերանգ է, հա, եւ ամեն ինչ այս կյանքում պետք է փոխհատուցես։ Էլ չգիտեմ ինչ ասեմ, շնորհակալ եմ շատ ձեզանից, որ դուք ինձ հետ եք ձեր այսքան ջեր վերաբերմունքի համար, որ դուք ինձ տեսնում եք, ճանաչում եք, չգիտեմ, երևի ես հասել եմ այդ կետին, էլի, որ ես ունեմ ձեզ նման մարդիկ, որտեղ ամեն մեկը յուրահատուկ եք, ամեն մեկին, որ ես հանդիպում եմ, որ ինձ հետևում է YouTube-ում, թե Instagram-ում, յուրահատուկ տեսակի կանայք են, աղջիկներ են, շատ ուրիշ են, եւ եթե ինձ հետևում են ձեզպես մարդիկ, ուրեմն ես կամ այդքան, որ դուք ինձ հետևում եք։ Շատ ուրախ եմ, շատ։ Այսքանով ավարտեմ այսօրվա տեսանյութը, այսօրվա չէ, այս 10 օր այս նկարել եմ, չէ, երեխեք, նոր տարին, չգիտեմ, չէ, ուսուցիքից պատասխանելու եք, նոր տարին, երբ այս 31-ից նկարել եմ, մինչև այսօր դեռ չեմ տեղադրել, իրական շատ գերհոգնած, շատ գերլարված վիճակ էր, հիմա կամած այդ ամեն ինչը կոտրվում է, ու կամած ոնց որ ասում ենք գալիս ենք մեր բնականon կյանքին։ Լավ մնացեք, լավ եղեք, կհանդիպենք, հույսով եմ այս ամիս մյուս տեսանյութում, հաջողություն ձեզ։